Սիրես, ես քեզ հարց ունեմ, քո նեղության մեջ ում ես կանչում։ Այսօր հիվանդությունը պատել է մարդկանց, դժվարությունը, դժբախտությունը պատել է մարդկանց։ Ում անունը կարող ես կանչես։ Մի անուն կա աշխարհում, որ կարող է փրկի, ազատագրի եւ բժշկի, դա Հիսուսի անունն է։ Ու եթե այսօր քո սրտի մեջ ընդունես Հիսուսին որպես քո Տեր եւ Փրկիչ, նա կլինի քո Տերը եւ նեղությանդ մեջ դու կարող ես կանչես նրա անունը։ Չնայած այսօր համաշխարհային այս ճգնաժամը, որ կա, դժվար թե գիտեք ինչ, ավելի ինչ որ նեղություն լինի, չնայած դինում է եւ ավելի նեղություններ, բայց սա նեղության օր է։ Եկել է ժամանակը, որ ողջ աշխարհը Տիրոջը կանչի։ Բոլորս կանչենք Տիրոջը, բայց առաջինը քեզ պետք է ընդունես Տիրոջը որպես քո Տեր եւ Փրկիչ։ Սրտովդ հավատաս եւ շուրթերովդ ասես Հիսուս դու իմ Տերն ես։ Այնպես որ քո սրտի մեջ հավատա Տիրոջը եւ շուրթերովդ ասա. Ես այս աղոթքը կառաջնորդեմ պարզապես կրկնիր ինձ հետ, ասա ինձ հետ. Սիրելի Հայր, ես գալիս եմ քեզ մոտ Հիսուս Քրիստոսի անունով, խնդրում եմ քեզ, եղիր իմ Տերը եւ իմ Փրկիչը, առաջնորդիր ինձ, զորացրու ինձ, ներիր ինձ, ներ իմ բոլոր մեղքերս, քո արյունով մաքրի ինձ։ Այսօր իմ սիրտը տալիս եմ քեզ, այսօրվանից ես քոնն եմ, իսկ դու իմը։ Եղիր իմ Տերը Հիսուս, փառք քեզ Տեր, ամեն։ Այս աղոթքը որ դու արեցիր, իմացի, սա պարզապես աղոթ չէր, Աստված հավատարիմ է։ Եթե խոսք ասում Աստծուց, ձուկ խնդրես օձ չի տա, հաց խնդրես կար չի տա, նա կգա քո կյանքի մեջ եւ կօգնի քեզ։ Պարզապես դիմիր Տիրոջը, խնդրի Տիրոջը եւ Տերը կօգնի քեզ։ Եղիր օրհնված սիրելիս, Տիրոջ օրհնությունը թող քեզ վրա լինի։ Մենք շարունակենք փառաբանենք եւ աղոթենք, եղիր աղոթքի մեջ մեզ հետ միասին։